Ինչ կասեք Փաշինյանին, որ հանդիպեք։ Լադասված խոս չեմ մտածել։ Տո Փաշինյանին էլ, տո մնացածին էլ, ափսոս աղջիկ ես, թե չէ լավ քայո էի։ Լավ էլ է, ընդուանուն մի տվեք էլ է։ Որովհետև իր 10 միլիոն քրին իրանք ստացան, թոշակառուների 0%։ Էլի չեկավար, էլի չասեմ, ասա։ Այսօր ինչ են ուզում Սյունիքի մեջ կող ճանապարհ բացեն, դա լոզունգ են արել, որ մտնեն Թուրքիա, Թուրքիայից Եվրոպա, եսին որտե։ Դե գերիներին ինչի բաց թողեց Ալիևը։ Թրամփի նախագահ, Թրամփի փոխնախագահ ասեց, ես այդ հարցը լուծող եմ, բա ինչի չլուծեց։ Որ հանդիպեմ ես կասեմ, որ ես 91 թվից որ ես ծառայում էի տունը շատ փոքր էր պարոն Փաշինյան, բայց այսօր չես գնահատում, ինչքան պատերազմներ եղել, մասնակցել եմ ես, նույնն էլ իմ տղեն։ Ու ոչ չի մեզ կարողա պատերազմին էլ, 16 թվին էլ, 44 օրվա պատերազմին էլ իմ տղեն եղել, Ջաբրայել, ես էլ հետն էլ ծառայել եմ։ Ինչի չգնահատում։ Որ ամեն ինչ ունեմ այսօր, օրինակ իմ տղեն 44 օրվա պատերազմա, այսօր գլաները լսվել է, գնաց եմ Հիվանդանոց գումար են ուզում։ Ոչ մի բան չեն հաշվի չեն առնում։ Ջաբրայելի ծառայող զինվոր եմ ունեցել, հետն էլ հավասար ծառայել եմ, 15 օրվա զինվոր եղել, պատերազմը սկսվել է։ Այսօր տարել եմ Հիվանդանոց գլաները երեխուն խեղդում է, ասում այսքան գումար տաս, որ վիրահատեք։ Այսօր մտածում եմ, որ այդ գումարը որտից տամ, երեխու գլաները հեռացնեմ։ Ներկայիս վիճակում թոշակառուների հարց կա, որ ի վիճակի չեն ապրելու դրանով։ Օրինակ անձնապես ընտանիք են պահում, 4 հատ երեխա են պահում, 2 անչափահաս, բայց թոշակառու։ Ես դրանով կարամ պահեմ, չեմ կարող։ Որ Փաշինյանին հանդիպեք, ինչ կասեք։ Կանշում ասված չանի հանդիպենք։ 18 թվին հանդիպել ենք, իրեն համար մի ամիս ուղիղ ես ներվերով հիվանդացել եմ, որ ինքլներ, բայց հիմա հակառակը։ Փաշինյանին նախ ես չեմ ուզում հանդիպեմ, հետո որ հանդիպամ երկու բան կասեմ։ Ես չունեմ հանդիպելու, ինչ հանդիպեմ։ Որ հանդիպեմ, ասեմ, դժգոհ եմ, ինչը կփոխվի։ Եթե իրավունքներից են խոսում, հա, ոնց է որ 120-160 հազար ազգաբնակության զրկում են իրանց տեղաբնիկ, հա, սեփական ժողովրդին զրկում են սեփական եւ պատմական երկրում ապրելու պատմական եւ սեփական իրավունքից ու դրանից հետո այսքան բանից հետո այսքան կոտորելու ցեղասպանությունից հետո խաղաղությունից տեսնում եք դե ոնց կարող է պատահի գոլենք էս իշխանությունից։ Իմ դիմաց խոսա, ինքը չկարա իմ դեմը կայինը խոսա։ Ես ոչնչություն ինչ հարցնեմ, ինչ պետք է պատասխանա։ Թուրքին ինչ հարցնես Հայաստանի համար, որ լավը կամենա։ Ցանկություն չունեմ հանդիպեմ։ Փաշինյանին կասեմ, բարով եկար, բարով էլ եթաս։ Փաշինյանը ասելու բան չունեմ, Փաշինյանը ոչ մի բան չի անում երկրի համար։ Ես էլ ասելու բան չունեմ իրան։ Մեծ ուրիշ ղեկավար լինի, որ երկրի կառավարի, ազգը հզորացնի, բանակը հզորացնի, եկեղեցուն տեր կայնի։ Կասեմ շուտ մեռի, ես ազգը պրծնի քեզնից։ Որ մի բան կասենք էլի, նես չէ որ չենք ասի, որ հանդիպենք կասենք։ Լավ բան կասեք, վատ բան կասեք։ Իհարկե վատը պետք է ասեցի։ Լավ բան ինչ է արել, որ լավ ասենք։ Ишкан Хохкайпанец тибет. Я тоже армянка, хоть и русскоговорящая. Нашему президенту надо быть внимательнее к своему народу. Особенно к детям, к школьникам и к студентам, а также нашим пенсионерам. Он прекрасно знает, что на эту пенсию невозможно прожить в Армении. Цены растут, они и так высокие, понимаете? Очень много минусов в нашей стране Армения. Я очень люблю армян. Пусть будет повнимательнее к нашим армянам. И всем тем, кто приехал и живет здесь. Не только армянам, но и к другим нациям. Понимаете, к другим гражданам. Я гражданка Украины. Сейчас в моей стране идет война. Я здесь живу у родственников. И то, что я вижу, как живут мои родственники, это очень печально. И вокруг соседи. Хотелось бы, чтобы наши люди жили более, хотя бы, понимаете, хватало на жизнь. А жизнь это что? Это ежедневно покупать хлеб, все необходимое для детей,